Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Կարաստորյա Բաքի 4-րդ գիրագին է եւ գգրե Դնդեսի գիրագի անունը։ Եթե սիրելիներ անցնող գիրագին անարագի գիրագի ժամանակ դեսանք թե ինչպես գրծեր որդին թողեց իր հորենական դունը, քնած հերավոր աշխարհ եւ անարակ ցանկով ապրեցավ, սակայն հետո երբ զղջաց ու դարձավ իր հորը, որբեսի խնդրեր անգեր որ զինք որբես ծառաները մեկը ընդուներ եւ ոչ որբես որդի, տեսանք թե ինչպես հայրը իր զավակին փաթվեցավ, զավակը որդիության բադիվին փարսացուց անոր մադին մադանի անցնելով անոր բատմուջան դալով, անոր ոտքին գոշիկ անցնելով եւ մորթելով բարարդ հորթը։ Դնդեսի այս գիրագին սիրելիներ ցույց կդրվի Աստուծո դան մեջ գտնվող հավատարիմ զավակին բարդականությունը։ Մենք բոլորս ալ Տեր Հիսուս Քրիստոսի զոհողությամբ դերը որպես անարատ քարնուկ երբ մորթվեցավ եւ մեզ բրգեց ու արյունով մաքրեց, մենք սիրելիներ քրիստոնյա դարձանք։ Սակայն պետք չէ միայն բավականանք անունով քրիստոնյա լալու։ Մեզ մե յուրաքանչյուրը դնդես է իր հոգին վրա, իրեն հանձնված մարդոց վրա, շրջաբադին վրա։ Հետևաբար ամեն մեկ դնդես, ամեն մեկ ծառա բարդականություններ ունի կատարելիք։ Ոչ թե միայն իրավունքներ, այլ բարդականություններ, բարդավորություններ։ Եվ սիրելիներ դերը առաջին հերթին կսպասե որ ամեն մեկս մեզի հանձնված կորձին մեջ ճշմարիտ դնդեսները լանք, արդար ու հավատարիմ ծառաները լանք։ Եվ ամենքս պետք է ապրենք Քրիստոսի երկրորդ քալուստին քալուստով, հետևաբար մեր հոգին պետք է արթուն բահենք, որբեսի հանգարց հեղքությամբ ձուլանալով մեղքի մեջ չինանք, այլ արթուն մնանք եւ մեզի հանձնված քրիստոնեական բոլոր բարդականությունները կատարենք։ Հիսուս կպատմե Ղուկաս ավետարան 13-րդ գլխի մեջ, թե ով է հավատարիմ ծառան, ան, որ երբ իր դերը կմեկնի, ոչ թե ինքզինք զուրության, արբեցողության գուդա եւ կսկսի նեղություն պատճառել իր ցերքին տակ գտնվող մյուս տնտեսներուն, այլ ընդհակառակը արթուն կմնա, բարդականությունը լիոլի կգադարե, մյուսներուն ջաշը ժամանակին գուտա եւ երբ դերը կա ինք իր կորձը գադարած կլա։ Այդ ժամանակ է որ պիտի կովի իր դիրոջ կողմը եւ պիտի բարի եւ հավատարիմ ծառա։ Մենք սիրելիները հավասի գոչված ենք բարի եւ հավատարիմ ծառա լալու մեր հոգին վրա հսկելով, ինչպես նաեւ իրարու հանդեպ սիրով վերաբերելով։ Այո, սիրով մեր թշնամիներու նկատմամբ ողորմածությամբ, իրարու հետ սիրով, քութով, ներումով։ Նաեւ սիրելիներ, այսօր կպատմվի Ղուկաս ավետարանի 16-րդ գլխի մեջ Հիսուսի պատմած դնդեսի անիրավ դնդեսին արագը, թե ինչպես երբ օրմը ծառաները կացին իրենց դիրոջ մոտ եւ թշկոեցան դնդեսին համար, որ դժբախտաբար իր հորը հարստությունը իր վարպետին, իր դիրոջ հարստությունը կկողնար եւ դերը կանչեց ինք եւ ասավ դուրս հաշիվ դնդեսությանքո։ Այս արագը սիրելիներ ցույց կտա որ ամեն մեկս Աստուծո դաստանին դիմաց պիտի կանգնենք եւ մեր կյանքի հաշիվը պիտի տանք, թե ինչ ծևով մեր քրիստոնեական կյանքը ապրեցանք։ Մեր հոգին վրա ասկելով, մարդոց հետ մեր հարաբերության մեջ եւ բոլոր մարզերու մեջ։ Եվ ինչ հրավ այս տնտեսը մտածեց որ դերը զին կորձեն դուրս պիտի տնե։ Հետևաբար մուրալու գամչնա, իսկ ուր պիտի աշխատի։ Գանչեց իր դիրոջ բարդաբանները եւ յուրաքանչյուրին հարցուց թե որքան բարդ կուներ իր դիրոջ։ Մեկը ասավ 200 թայգան ցետ եւ ասավ քրե 100,
մույսավ 400 բարկ ծորեն, ըսավ որ գրեի 300, բաքսեցուց անոնց, ուրեմն բարդկը ողորմություն ցուցաբերեց եւ դերը քնահատեց իր դնդեսը, անիրավ դնդեսը, ասելու համար որ գրծավ ինքը այս աշխարհի դնդեսը այնպես վերապերիլ, որ երբ կորձեն ելե դեղ գտնե եւ դերը բահեցինք։ Հետևաբար ինչ խորտանշ է այս մեկը։ Հիսուսը ասավ անիրավ մամոնայեն, այսին այս ցանկի տրամեն շահեն, բարեկամներ ցեզի ապահովեցեք երկնքի մեջ։ Ինչպես ողորմություն կատարելով։ Դնդեսի արագին փուն սիրելիներ միտք բանին ողորմած ըլլալն է, աղկադասեր ըլլալն է։ Հետևաբար բակի ժամանակ շատ կարևոր է բայեցողությունը, շատ կարևոր է աղոթքը, բայց նաև կարևոր է ողորմությունը։ Հիսուսը ողորմություն ուզեմ եւ ոչ թե զոհ։ Եվ այս օրվան արակները գավարդին աղքատ Ղազարոսի եւ մեծարուստի արագով, թե ինչպես մեծարուստը ողորմություն չցուցաբերեց աղքատ Ղազարոսին, աղքատ երբ մահացավ Աբրահամի քիրը գնաց, թրախտ, իսկ մեծարուստ երբ մահացավ, թժող գնաց։ Սիրելիներ, ամեն մեկս Աստուծո դիմաց պիտի կանգնենք եւ դերը մեզ մե յուրաքանչյուրեն պիտի բահանջե հաշիվը մեր կյանքի, թե ինչպես դնդեսեցինք մեր կյանքը, թե ինչպես ծառայեցինք Աստուծո եւ նաեւ իրարու։ Եկեք որպես հավատարիմ դնդեսներ Տիրոջ դիմաց կանգնենք եւ ոչ որպես անիրավ դնդեսներ եւ կարողանանք սիրելներ մեր երկրավոր կյանքի ընթացքին ինչ որ ունենք բաժին հանենք նաեւ աղքատներուն ողորմած կյանքով ապրենք մեր նյութականեն, մեր ունեցվածքեն, մեր ժամանակեն, մեր կարողություններեն, որբեսի անոնքալ աղոթեն մեզի համար եւ Աստված այդ բոլոր աղոթները որպես շնորհք մեզի թիդե։ Սիրելիներ, այսօր ցեզի պիտի երկեմ հետևաբար 4-րդ գիրագիի հարց շարականը։ Ինչպես ասի, հարցերը գերկվին առավոտյան ժամերկության ընթացքին եւ մեծ բահոց գիրագիներու շարականները գրած է Սուրբ Ներսես շնորհալի հայրաբեդը։ Նախ ցեզի ընթերցեմ այս շարականի աշխարհապար թարգմանությունը սիրելներ, թարգմանեմ ցեզի 6 տուներեգը փաղկանա։ Բիդի լսենք որ Սուրբ Ներսես շնորհալի բիդի հիշե հավատարիմ ծառաներ, որոնք ծառայեցին Աստուծո 5 դագարանեն կյանքեն։ Լսեցեք։ Հոր արարչագից եւ հոգին համակո որդի եւ բան, ով է որդին եւ բան, Հիսուս Քրիստոսը։ Թունգս է որ հոր արարչագիցն ես, միասին արարեցիք եւ Սուրբ հոգին համակո ես, միասին կոյացած ես։ Թուն որ մարդեղությանը խորուրդը մարգարեներուն հայտնեցիր, քեզ գործնենք, ով մեր հայրերուն Աստվածը։ 5 դագարանի մարգարեներուն հայտնեց Տերը իր մարդեղության խորհուրդը սկիզբեն 5 դագարանի մեջ մարգարեները գխոսին Քրիստոսի ուրեմն հայտնվելու մասին։ Աբրահամ, որ ցանկած քու փրկական օրդ անարատ բادرակիդ զենումը դեսնել, Սահագով դեսավ եւ ծնծած։ Երբ Իսահակը պիտի մորթեր, պիտի զոհեր Տիրոջ համար, Աբրահամ ռեշտակ իրեն ասավ Աստված դեսավ քո ավատքդ եւ հետեւաբար Աստված իրեն նոխազը տվավ եւ նոխազը մորթեց եւ այդ նոխազը շուքն էր Քրիստոսի, որովհետեւ Քրիստոս էր որ խաչին վրա պիտի կարձովեր։ Ահա Աբրահամ դեսավ եւ ուրախացավ։ Գործնենք քեզ մեր հայրերուն Աստվածը։ Հակոբին սանտուխը քու գենարար խաչը գկուշագեր։ Հակոբ նաբեդի 5 դագարանի մեջ երբ գլուխը դրավ ուրեմն քարին դեսավ երազմը եւ սանտուխը երկար սանտուխը, որուն վրային հրեշտակներ երկինքեն գիչնեին ու երգիր կբարձրանային։ Ահա Սուրբ Ներսես շնորհալի հայրաբեդը գսե որ Հակոբին սանտուխը քու խաչը գխորտանշեր, որով հրեշտակները երգիր իջան եւ մարդիկ երգինք բարձրացան։ Դերը որտեւ իր խաչելությամբ թուրը բացավ երկնքին, հրեշտակները երգինք իջան ու մարդիկ երգինք ելան։ Քեզ գործնենք մեր հայրերուն Աստվածը։ Դեր օրտնեցեք, հավիտյան փառավորեցեք զայն։ Մեծ նահատագին արդար հոփին ճկնության նախանցավորներ, ճկնավորներու խումբեր,
Փառավորեցեք երկնավոր հայրը։ Հոբը չարչարվեցավ, ահավասիկ դնդեսմը, որ դիրոջ համար ծարայեց, հետևաբար ով ճգնավորներ, հայր Աստվածը փառավորեցեք։ Սիոնի երդասարտներ, ողջախոհ Հովսեփին հետ, որ հաղթեց մեղքի ցանկության, փառավորեցեք Քրիստոս Տակավորը։ Ահավասիկ հայր Հովսեփին հետ Սիոնի որդիներ, եկեղեցու որդիներ, Քրիստոս Տակավորը փառավորեցեք, ուրեմն հայրը օրհնեցեք ճգնավորներ, որդին փառավորեցեք երդասարտներ եւ երրորդը Սուրբ Հոգին համար է, գսե քահանաներու դասեր, Քրիստոսի օրինակ Մելքիսեդեկ քահանայաբեդին պես փառավորեցեք ճշմարիտ Հոգին։ Այժմ սիրելիներ ցեզի գերքեմ այս սկանչելի շարականը։ Թող մեր եկեղեցու ծառայողները լավ սորվին այս շարականները, որբեսի գադարյալ ցևով ներկայացնեն, իսկ հավատացյալները հավատքով լսեն։ Պիտի տեսնեք սիրելիներ, որքան քեղեցիկ շարական է, քիմգեն եղանակով բարերը գսկսին արարչագիցդ հոր եւ համակո հոգվույն։ Հորնյալ ես Տեր Աստված հարցը մերոց, օրնյալ փառավորյալ անուն քո հավիտյան, արարչագիցդ հոր համակո հոգվույն որդի եւ փան որս խորուրդ նտկո Ձանուցեր դեսանո գացնզկես Աստված հարցն մերոց որ սպրգական քոր զանարատ rakit zenum can desanel Abraham yedes sahagav yevtsen zatsav özkes Աստված հարցն մերոց որ զգենարար խաչքո քուշ
Oşager santuğken hagopa vorov reşdak İhergiriçyal Yemartik hergins Yelin az kez Hor nemk Աստված հարցն մերոց օրտնեցեգա մենայն Kors diyarnız der orne çek parts նախանցավոր ջգնության մեծ նահադագին հոպա արդարո հույք ջգնավորած parts azhain yegnavor Թող չախոհին հովսեպա ավոր հաղթյաց մեղած ծանգության մահանգունք սիովնի parts Christos ta
Թորինագին Քրիստոսի Մելքիսեդեկի քահանա Յաբեդին հասկանայից բարձր արարեք զոքին ճշմարիտ։ Փարապանենք սիրելներ Սուրբ Երրորդության անունը եւ եկեք որպես դնդեսներ որպես ծառաներ որոնք իսկապես որ անարժան են երկրավոր մեր կյանքի մեջ Աստուծո դան մեջ մեր կյանքը դնդեսենք եւ ինչ ալ անենք իմացեք որ ոչինչ է Աստուծո մեզի հանդեպ ցուցաբերած ողորմության սիրուն հանդեպ մենք դնդես ենք սիրելներ որ իսկապես ոչ մեկ շնորհք չունենք այլ այն բոլոր շնորհքները որ մեզի դրված են Քրիստոսի զոհագործությամբ է որ դրված են հետևաբար եկեք իրարու հանդեպ սիրով ողորմությամբ ապրենք ողորմածը լանք մեր շրջապատին հանդեպ աղքատներուն հանդեպ գարիքավորներուն հանդեպ դգարներուն հանդեպ որբերուն հանդեպ եւ ներող մեր թշնամիներուն հանդեպ որբեսի կարողանանք նաեւ դիրոջ ներման ողորմության ու սիրուն արժանալ եւ որպես հավատարիմ դնդեսներ հավերժական կյանքը ժառանգեն Աստված ձեզ արադավես թողորտնե բարի եւ օրհնյալ գիրագիծեր բոլորին